Պատգամավոր Սեյրան Օհանյանը պիտի կատարի իր պարտականությունը, այսինքն վերահսկի կառավարության գործունեությունը եւ կառավարության ծրագիրը չկատարող կառավարության համար նախաձեռնի անվստահություն հայտնելու գործընթաց։ Բայց դուք գիտեք, որ ձախողման դեպքում 6 ամիս չեք կարող անեք, 36-ով տանում եք հանձնեք, որ ձախողվեք, շատ մարդիկ կան, դա անիրատեսական է, դա չլող է, դա չգիտեմ, նույնիսկ ավանտյուրա է, ծաղրացից, ասես բաներ։ Լավ, ինչքան ընտրության մասնակցել են, կրվել են։ Ինչքան անվստահության գործընթաց նախաձեռնել են, ձախողել են, ինչքան հասարակական շարժումներ նախաձեռնել են, կրվել, բայց իրանք պրագմատիկ են, ռեալ պոլիտիկներ են, այսինքն նշանակում է դիտմամբ են տարել մեզ սաղից պարտության, էլի տենց է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը այդ պատգամավորներին հացը ովայից ստացած ժառանգությունով չի տալի, պատգամավոր Ալխաս Ղազարյանը դառել է պատգամավոր կամ Ալփի Դավոյանը, դա հրեշտակները չեն ավիտե մեզ այդ բարի լուրը։ Մարդիկ ասել են, լավ է, որ Ալխասը եւ Ալփին դեօկուպացնեն Շուշին եւ Հադրութը, լավ գաղափար է։ Կարող է կենթանավարժ լինի, որը շատ հանգիստ ուխտ վարժեցնում է, չէ՞։ Ասեք, դրա փորձառությունը գիտեք ինչքան օգտակար է, ընդհանրեք Ալեն Սիմոնյանի հետ աշխատելու համար։ Ասեք, ո՞նց ես անում, որ չի թքում։ Բան ասի, դու ո՞նց ես ստուգելու կամ ձեր տնից ով է ստուգելու, ինքը ասենք թե հոգևորական է թե չէ, կուսակրոն է թե չէ։ Բարև ձեզ, սարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խմբակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը անհրաժեշտ պահի ողջամիտ ժամկետներում ապահովել իր 28 պատգամավորի ստորագրությունները իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Ձեր գնահատականը։ Այնտեղ նաև վկայակոչում կար իրենց նախորդ հայտարարությանը խմբակցության, որ իրանք հավատարիմ են նախորդ խմբակցության նախորդ հայտարարությանը, խոսքը վերաբերում ակնհայտորեն մայիսի 2-ին խմբակցության անունից տարածված հաղորդագրությանը, որտեղ ինչ-որ պահանջներ կային այդ գործընթացին Հայաստան խմբակցության պատգամավորների միանալու վերաբերյալ, այդ պահանջներից այն էր, որ նախաձեռնությունը պետքա ոչ թե իրանց լինի, այլ պատգամավորների, որ մինչև իրանց հասնելը այդ նախաձեռնությունը պիտի ունենա առնվազն 8 պատգամավորի աջակցություն, որ նոր իրանք 28 պատգամավորով միանան, եւ դրա հետ միասին նաեւ իրանք առաջարկել էին, պահանջ էին ներկայացրել, որ պետքա նաեւ ժողովրդի շատ մեծ զանգվածներ փողոցում լինեն, որ այդ գործընթացին աջակցություն ցուցաբերեն։ Ճիշտ ասած, հենց այդ ժամանակ էր այդ հայտարարությունը թերահավատություն առաջացնում, որովհետև ինձ համար հասկանալի չէ, այսինքն եթե պատգամավորը իր պարտականությունը պիտի կատարի, թվում պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Որովհետև ես նամակ որ գրել էի բոլոր 107 պատգամավորներին, գրել էի բոլորին նույն բովանդակությամբ, այդ թվում Սեյրան Օհանյանին, որտեղ վկայակոչելով սահմանադրությունը ակնկալում պատգամավոր Սեյրան Օհանյանը պիտի կատարի իր պարտականությունը, այսինքն վերահսկի կառավարության գործունեությունը եւ կառավարության ծրագիրը չկատարող կառավարության համար նախաձեռնի անվստահություն հայտնելու գործընթաց։ Հիմա ինձ համար բացարձակ հասկանալի չի իր պարտականություն կատարելու պատասխանատվություն ունեցող որևէ հանրային ծառայող ինչ պահանջներ է ներկայացնում իր պարտականությունները կատարելու համար եւ ում է ներկայացնում այդ պահանջները։ Այն քաղաքացուն, որ հորդորում է, խնդրում է, առաջարկում է իրեն, որ ինքը իր պարտականությունը կատարի, ու այդպես 28 հոգի։ Ես դա չեմ հասկանում, թե այդ ինչ պահանջների մասին է խոսքը։ Դրանից հետո պատիվ ունեմ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը մի քիչ ավելի իր բովանդակության մեղմ էր, այսինքն գոնե պահանջներ չէր պարունակում, բայց նաև ոչինչ չասողել, այսինքն իրենք ասում են, որ նպատակահարմար են գտնում, ճիշտ են համարում անվստահության գործընթացը, բայց տեխնատություն են, իսկ տեխնատությունը չեն սկսում։ Բարեբախտաբար հաջողվեց այդ մի արգելքը հաղթահարել եւ պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնեց պաշտոնապես անվստահություն հայտնելու գործընթաց։ Մինչև չեն միացել Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլանյան նախաձեռնությանը։ Հիմա նախաձեռնել են, հիմա Սեյրան Օհանյանը հայտարարում է, անկեղծ ասած առաջի տպավորությամբ ես որ կարդացի, հասկացա, որ
Միանում են, ոնց ոգևորվեց, ասի Նիկոլ Փաշինյանի աջակցողների թիվը պակասեց, որտեվ այս պայծրության դեռ 99-ն է, բայց հետո պարզվեց, որ չեն միանում, որովհետև պատիվ ունեմ խմբակցության պատգամավորների քանակը, ովքեր նախաձեռնել են 6 հոգի, իսկ իրանք ասել էին 8 պիտի լինի։ Անկեղծ ասած, ես այդ մաթեմատիկանը չեմ հասկանում, այսինքն 8 լինի, որ ինչ լինի։ 8 լինի, ես տրամաբանությունը իրանց հետևյալն է, որ մյուս պատգամավորների հարցազրույցներին հետևում եմ, որ իրենց 28-ին գումարվելով դառնա 36, որը նվազագույն թիվն է նախաձեռնությունը ազգային ժողովի նախագահային հանձնելու համար, բայց 36-ով խո չեն հանձնելու։ Որոշման կայացման համար եթե պետք է 54 պատգամավորի կողմձայն 36-ով հանձնում ես, որ ինչ լինի, որ չընդունվի այդ նախաձեռնությունը, բայց իրանք մինչև այդ ասում են այս նախաձեռնության ձախողման դեպքում 6 ամիս մենք հնարավորություն չենք, բայց դուք գիտեք, որ ձախողման դեպքում 6 ամիս չեք կարող անեք, 36-ով տանում եք հանձնեք, որ ձախողվեք։ Մեկը մեզ պետք է 54 կողմձայն, չէ, որոշման ընդունման համար։ Իդեպ, վարչապետի ընտրությունն էլ անվստահության գործընթացի իրականացվում է անվանական քվեարկությամբ, այլ ոչ թե փակ գաղտնի քվեարկությամբ։ Այսինքն բոլոր այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկելու այդ քվեարկության պահին հստակ երևալու է ով է կողմ քվեարկի, ով է դեմ։ Հետևաբար պարզ է, որ մարդը կողմ կամ դեմ է քվեարկելու։ Ի՞նչն է խանգարում, որ ինքը նախաձեռնությանը ի սկզբանե միանա, ոչ թե քվեարկությամբ միանա։ Բայց եթե մենք անհրաժեշտ 54 չունենք, չենք տանում քվեարկության, որ տապալենք, մենք օրինակ որպես այդ Արթուր Շարժման կողմից, որ մենք այդ գործընթացը սկսել ենք, մենք չենք սկսել մտածելով, թե դա ոնց պիտի տապալվի։ Մենք ամեն ինչ անում ենք ու հասկանանք, թե դա ոնց պիտի իրականություն դառնա։ Իսկ որ իրականություն դառնա, պիտի 6-ը դառնա 56, 56-ը, չէ, 56-ը էլ արդեն լավ է։ 6-ը դառնա 26, 26-ը դառնա 30, 30-ը դառնա 40, 40, այսինքն աստիճանաբար պիտի դրան մարդիկ միանան։ Իսկ ոնց պիտի լի որ միանան։ Նախաձեռնության հեղինակները, պատգամավորը, այսինքն ով որ միանա, այսինքն եթե Սեյրան Օհանյանը ի վերջո միանա այդ նախաձեռնությանը, այդ չի նշանակում է, որ այդ դիտես մի հատ օտար նախաձեռնություն էր, ինքը սենց ստորագրեց եւ մենք սենց պիտի արդեն ստոպ։ Նախաձեռնությանը ստորագրությունը դրեցին, դա արդեն քու նախաձեռնությունն է։ Ով պիտի դա առաջ մղի, եթե ոչ դու։ Յուրաքանչյուր պատգամավորը, որ այդ նախաձեռնության տակ ստորագրություն է դնում, դի ակտիվ ջանքեր գործադրի նաև այլ պատգամավորների հետ քննարկումներ կազմակերպեն, ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավունք ունեն ամեն նստաշրջանում, ամեն մի խմբակցություն լսումներ հրավիրեն, հանրության հետ աշխատեն, պատգամավորների հետ աշխատեն, ընտրողների հետ աշխատեն, առանձին աշխատեն խմբերով, ոնց ուզում են, նպատակը ձեր ո՞րն է։ Մեր դեմ, այսինքն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացին պահանջներ դնելն է ձեր նպատակը, թե իրան հեռացնելն է։ Բայց թե հեռացնել, ոնց։ Ասում եք դեմ ենք իմպիչմենտին, շատ մարդիկ կան, դա անիրատեսական է, դա չլող է, դա չգիտեմ, նույնիսկ ավանտյուրա է, ծաղրացից, ասես բաներ։ Լավ, հրաժարվեցիք, լսեցինք ձեր իմաստուն, պրագմատիկ, ռեալ պոլիտիկներին, որոնք մինչև հիմա իրանց ակտիվը մենակ պրավալներ ունեն։ Մի հատ հաջողություն չունեն այդ պրագմատիկները, էլի, ինչքան ընտրության մասնակցել են, կրվել են։ Ինչքան անվստահության գործընթաց նախաձեռնել են, ձախողել են, ինչքան հասարակական շարժումներ նախաձեռնել են, կրվել, բայց իրանք պրագմատիկ են, ռեալ պոլիտիկներ են, այսինքն նշանակում է դիտմամբ են տարել մեզ սաղի սպարտության, էլի, տենց է ստացվում։ Հիմա այդ ռեալ պրագմատիկներին ասում ենք լավ, եթե էսի ռեալ չի, պրագմատիկ չի, բայց ռեալ պրագմատիկը ո՞րն է։ Ոնց պիտի Նիկոլ Փաշինյանը հեռացվի, եթե դուք իհարկե ուզում եք, որ հեռացվի։ Եթե չեք ուզում, որ հեռացվի, հələ կասեք, այսինքն պարտադիր չի որ ասեք, մենք գլխի ենք ընկնում, միամիտ չենք։ Ձեր գործողություններից չէ պիտի երևա, դուք ուզում եք, թե չեք ուզում, խո քննադատական խոսքը հարցազրույց տալով խո չի երևում մարդը կողմա թե դեմը, գործողությունը այս լիազորությունների։ Եթե դու պատգամավոր ես, լիազորությունը, պարլամենտ, սահմանադրությունը քեզ այդ իրավասությունը տալիս է անվստահություն հայտնելու, չես հայտնում, այլ ընտրանքեր չես առաջարկում։ Բա ոնց պիտի հեռացվի։ Միակ տարբերակը, որ իրանք ասում են կարելի է հեռացնել, դա 26 թվի ընտրությունն է, ասում եմ շատ լավ։ Հələ չենք քննարկում դա հնարավոր է թե չէ։ Բայց դա 26 թվին է, չէ՞։ Հիմա որ թիվն է։ 25, այսինքն 25-ը չհեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Ջանք չպիտի գործադրենք, այդ մասին չմտածենք, հա։ Ոչ մի հնարավորություն չօգտագործենք։ 25-ին 25-ինը պիտի անենք, այդ 26 թիվը ձեր կամքից, իմ կամքից, բնության ուժով
2026 թվի հունիսին ելնելու է 2026 թվի հունիսը։ Իմիջիայլոց ասեմ 2031-ին էլ ալնելու հերթական ընտրություն։ Մարդկա կարա նաև դրան մի բանից պատրաստվի։ Շատ մեր բանը կուսակցությունների մասին օրենքը թույլ է տալի կուսակցություններին մի ընտրություն նաև բաց թողնել ու մենակ կուսակցություն, իսկ կարա նաև չմասնակցել։ Պարոն Ղազարյան, տեսեք, մենք խոսում ենք 28 հոգի Հայաստան խմբակցության մասին, 6 պատիվ ունեմ խմբակցության, 2 խմբակցություն չունեցող պատգամավորների, անհրաժեշտ է եւս մինիմումը 18 քպական պատգամավոր։ Ինչպես եք պատկերացնում այդ 18-ին դարձի բերել այն դեպքում, որ բառեսպուն իմաստով Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության 99%-ի հաց տվողն է։ Բառեսպուն իմաստով։ Ոչ, դες բան չկա։ Նիկոլ Փաշինյանը այդ պատգամավորներին հացը ովայից ստացած ժառանգությունով չի տալի։ Այդ պատգամավորները ինչ որ ստանում են, հացը նկատի ունեք իրենց աշխատավարձը, իրենց պատգամավորական ծախսերի փոխհատուցումը, իրենց պարգևավճարները, իրենց աշխատանքային պայմանները, իրենց վարկը, այդ ամեն ինչը մենք ենք տալի։ Մեր հասարակությունն է տալի, մեր պետությունն է տալի։ Բայց նախկինում գիտենք ինչպես էին ապրում, հիմա գիտենք ինչպես։ Այո, բայց չստացվեց, որ Նիկոլ Փաշինյանն է տվել, ստացվեց, որ տվել է մեր ժողովուրդը, որովհետև ասենք, եթե պատգամավոր Ալխաս Ղազարյանը դառել է պատգամավոր կամ Ալփի Դավոյանը, դա հրեշտակները չեն ավիտ մեզ այդ բարի լուրը։ Դա եղել է այն պատճառով, որ իրանք ընդգրկված են եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում եւ Հայաստանի քաղաքացիները քվեարկել են այդ ցուցակի օգտին։ Քվեարկել են, որովհետեւ այդ կուսակցությունը ունեցել է նախընտրական ծրագիր։ Այդ մարդկանց տրվել են խոստումներ, մարդիկ ասել են լավ է, որ Ալխասը եւ Ալփին դեօկուպացնեն Շուշին եւ Հադրութը, լավ գաղափար է։ Լավ է, որ իրանք գնան զբաղվեն, ենթադրենք ԵԱԿ Միսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմամբ եւ Արցախահայության իրավունքների լավ մոտեցում է։ Լավ է, որ իրանք զբաղվեն տնտեսական զարգացման հարցերով։ Լավ է, որ իրանք զբաղվեն կոռուպցիայի դեմ կարդացել են, ասում են մենք վստահում ենք, քվեարկում են, որի արդյունքում իրենք բոլորը հիմա արդեն 69 են մնաց այդ խմբը, դարձել են պատգամավորներ, չէ՞։ Դարձել են ինչի համար, որ իրաց խոստումները կատարեն։ Քանի որ իրանք օրենսդիր իշխանություն են, իրանք խոստումները կարակատարի գործադիր իշխանություն։ Ձևավորել են կառավարություն, Նիկոլ Փաշինյանին ասել են, որ մեր մեջից դու կարաս այս ծրագրերը լավ իրագործես, իրան նշանակել են վարչապետ։ Մեր երկրի սահմանադրությամբ ազգային ժողովն է որոշում ով լինի վարչապետ եւ ով չլինի վարչապետ։ Կառավարությունն է բերել է իրանց ներկայացրել է իր գործունեության ծրագիրը, որի առաջին նախադասությունը գրած է. այս ծրագրի հիմքում 2021 թվին ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրն է եւ ռազմավարական զարգացման 2050 թվականի ծրագիր, այդ որ պիտի ֆուտբոլի հավաքականում դառնալ աշխարհի չեմպիոն է դա։ Լավ, ասում ենք հենց 2050-ը թողեք։ 21 թվի նախընտրական ծրագիրը, որով ոչ թե հրեշտակների բարի ավետումով, այլ մարդկանց քվեով Ալխաս դառե պատգամավոր։ Բայց հիմա դուք ասում եք մենք Ալխասի հետ ո՞նց խոսենք, շատ հանգիստ, մարդկային, բայց հիմա որ գնում եմ ազգային ժողովի հանդիպումներ եմ խնդրում, ինչի համար է, չէ՞, ինչ եմ, ոչ չեմ գնում ասեմ, այսօր ինչ ենթադրենք չի ընդունել Տիգրանյանը, ինչ գիտեմ, ինչ Տիգրանյան, անուն Հերիկնաս։ Հիմա ես ոչ չեմ գնում ասեմ Տիկին Հերիկնաս Տիգրանյան, ես ձեզ առաջարկում եմ, որ դուք ենթադրենք այս անեք, այն անեք, ես իրանից ոչ մի պահանջ չունեմ։ Ես ասում եմ Տիկին Տիգրանյան, դուք մի խմբակցության պատգամավոր եք, որը կողմը քվեարկեք կառավարության ծրագրին։ Կառավարության ծրագիրը այնպիսի մի փաստաթուղթ է, որ եթե դուք դա չվավերացնեիք, ազգային ժողովը հավանություն չտա, դուք հիմա պատգամավոր չէիք լինի։ Որովհետև սահմանադրությամբ ասում է, թե ազգային ժողովը չի հաստատում ծրագիրը, ազգային ժողովն է լուծարվում։ Այսինքն դու ոչ միայն ընտրվել եք, որ այս ծրագիրը իրականացվի, եթե չվավերացնեիք, հիմա դուք չէիք լինի պատգամավոր, ես գրանցվեի, դուք կլինեիք սովորական մի հատ Հերիկնաս Տիգրանյան, առանց ազգային ժողովի պատգամավորի։ Բայց եթե դու պատգամավոր ես, փող ես ստանում, մեզ բոլորից, մեր պետություն, ինչի համար ես ստանում, որ քո պարտականությունները կատարես, չէ՞։ Բայց եթե հիմա բացում են կառավարության գործունեության ծրագիրը, դու սոցիալական աշխատանքի, սոցիալական հարցերի հանրաժողովին, հենց քո ոլորտից ցանկացած կետ, էլ մտա էջ ասա կարդամ, դե դեմ կատարում է կառավարությունը։ Բայց եթե չի կատարում, մեր սահմանադրությունն էլ ասում է
Եթե կառավարությունը ծրագիրը չի կատարում, իրան պետք է անվստահություն այդ, ասես դե մենք մեծամասնություն ենք։ Դու մեծամասնություն չլեի կառավարություն չեր էլի։ Մեծամասնություն չլեի կառավարության ծրագիրը չի, այդ լավ է որ մեծամասնություն է, բայց մեծամասնություն եք ինչի համար, որ խաբեք մեր ժողովրդին։ Որ ձեր խոստումները չկատարեք, բայց եթե կլինի խոստում տալու չկատարել, ընտրություն ինչի համար է։ Ինչ տարբերություն դուք մեզ ինչ եք խոստացել, մեկը ուրիշ բան եք անելու, չէ՞։ Հիմա ամբողջ ՔՊ-ով արձակվել եք հայ առաքելական եկեղեցու վրա։ Ձեր նախընտրական ծրագրում, կառավարության գործունեության ծրագրում այդ մասին մի նախադասություն գրած է թե գրած չի։ Գրած։ Այսինքն այն ինչ որ գրած է չեք անում, այն ինչ որ գրած չի անում եք։ Ձեզ ով է իրավունքը տվել։ Այսինքն մի անգամ ժողովրդին ասում եք մենք տեսեք ձեզ ինչ լավ բաներ ենք խոստանում։ Այդ խոստումով այդ ժողովրդի իշխանությունը ստանում եք, շփրտում եք դա մի կողմ, Ալիևից հանձնարարություններ եք ստանում, ասում եք Ալիևի պասիկ է դուք մեր ժողովրդի կառավարությունն եք, թե Ալիևի Ալիևի կարան ասենք օրինակ, եթե տիկին Հերիքնաս Տիգրանյանը ուզում է ծառայի Իլհամ Ալիևին, հենա Գաֆարովան ծառայում է, իրապես մեկ կնիկել Գաֆարովանա, չէ՞։ Թող գնա Ադրբեջան, ընդ ապրի, գրանցվի, ընտրվի Միլի Մեջլիսի падգամավոր, Ալիևը ընդ դեմոկրատիա չկա։ Ալիևը Գաֆարովային ինչ հանձնարարում է, նա էլ անում է։ Դե ինչ տարբերություն Գաֆարովանա թե Հերիքնաս Տիգրանյա։ Թույ այդքան ծառայեն։ Բայց մեր երկրին պետք է ծառայեն այն հանրային ծառայողները, ովքեր մեր երկրի սահմանադրությունն են հարգում, ովքեր օրենքներն են, որում դա ոչ թե իմ ցանկությունն է, այլ իր պարտավորությունն է, այդ աղջիկը կինը падգամավոր դառնալուց երթում է, չէ՞, տվես, падգամավորներ ազգային ժողովի անդրանիկ նիստում, ազգային ժողովի եւ ժողովրդի արչեւ հանդես են գալիս հետեւյալ երթումով։ Երթումի տեքստը գրած ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում։ Այդ երթման տեքստում ասում է, որ մենք երթվում ենք կատարել ժողովրդի արչեւ ստանձնած մեր պարտավորությունները, այսինքն իրենց խոստումները, հարգելով Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները։ Բայց հիմա դուք ելեք գնացել եք կպել եք մեր եկեղեցուն, ելեք սահմանադրություն եք ուզում փոխել։ Այսինքն Ալիևի պահանջները կատարելու համար ասեք սահմանադրությունը կփոխենք, չէ՞, բան կա, արդարադատության նախարար կա։ Նիկոլի Գխարկի գույնի մի հատ պիջակը հագնում։ Ասում է, եթե Ադրբեջանի հետ համաձայնությունը մեր սահմանադրության հակասի, սահմանադրություն կփոխենք։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում։ Այսինքն ոչ թե այդ պայմանագրից կհրաժարվենք, որտեղ հակասում է մեր սահմանադրությունը, դա սահմանադրությունը կփոխենք։ Դու Ադրբեջանը պահանջ է դրել։ Ադրբեջանն էլ ասում է այդ համաձայնագրի 17 կետն էլ մեր պահանջներով Հայաստանի ոչ մի ցանկություն դրա մեջ արտահայտված չի։ Մենք ենք գրել, իրանց ստիպել ենք, իրանք համաձայնվել են։ Այդ եղավ պետություն։ Հիմա ասում եք ո՞նց է հնարավոր դա բացատրել ՔՊ-ի падգամավորն։ Հիմա այդ ինչ որ ասեցի, դա բացատրություն չէ, հիմա մարդիկ են լսում են, չէ։ Հիմա ինչքան էլ ինչ չընդունեն, ասեն ընդդիմադիրա, չգիտեմ, ես էս ասում Ղազարյան versus Ղազարյանը, բայց կապ չունի, չէ, խոսք է, չէ, ասեն ի՞նչն է սխալ ասում։ Բայց եթե ճիշտ է ասում, ի՞նչ պիտի անեք դուք։ Եթե չես հասկանում, ասենք պարզ բանը չես հասկանում ինչ որ ազդեցություններով, ուրեմն այդ բացատրական մեթոդին այլ մեթոդներ են կիրառում, ասենք կա մանկավարժական մեթոդներ, մանկավարժությունը չի աշխատում։ Անասնա վարժության մեթոդներ կան։ Ասենք այդան կրկեսի մասնագետներին քրավիրենք, ասենք աղբեր ջան, նայում ենք, տենում ենք, դուք ենթադրենք ու վագր եք վարժեցնում։ Գազան արա գիշատի ջարա դրան ո՞նց եք դուք վարժեցնում։ Օրինակ կարող է կենթանա վարժելնի, որը շատ հանգիստ ուխտ վարժեցնում է, չէ՞։ Ասենք դրա փորձառությունը գիտեք ինչքան օգտակար է, ընդդրեք Ալեն Սիմոնյանի հետ աշխատելու համար։ Ասենք ո՞նց ես անում, որ չի թքում։ Ասենք դուս է գալի կրկես վարժություն անում, կոզած բան անում, չի թքում, քացի չի տալի, բայց ինչ որ ձև կա, չէ՞, մարդիկ այդ ինչ որ ժամանակի ընթացքում այդ հիմա պետք է թանկ այդ կենթանա մատ ուխտ վարժեցնողի, խնդրենք ասենք արի մեզ օգնի, այս մարդուն մենք աշխատենք։ Եթե իհարկե մինչև այդ մյուս մեթոդները արդյունավետություն չունենան, բայց կարծում եմ որ կունենան։ Իսկ հասարակական ճնշման ազդեցություն։ Բայց հենց այդ մեթոդների մեջ էլ է դա, չէ՞, հասարակական ճնշումը ոչ թե դրա համար է, որ մենք ճնշենք падգամավորին։ Այսինքն հիմա պարզ բացատրում ես, չէ՞, հիմա ՔՊ-ի այդ խմբակցության մեջ ընդգրկված падգամ, պետք է հասկանա, չէ՞։ Հիմա ես նկատի ունեմ փողոց ժողով։ Այդ եմ ասում, այդ փողոցը ոչ թե դրա համար պետք է լինի հասարակական ուժը, որ ոչ թե մենք այդքան ստիպենք, ասենք, գիտես ինչ, էս արա, այն արա, դες բան չի կարելի անել։ Падգամավորի վրա չի կարելի ճնշում գործադրել։ Մենք հակառակն ենք անում, ասում ենք դու հիմա այս խելամիտ բացատրությունը լսելուց հետո հրաժարվում ես օրենքները հարգել, սահմանադրությունը հարգել, խախտում ես դա,
Որովհետև դու ինքդ ես ճնշումների ազդեցության տակ, չէ՞։ ՔՊ-ի падգամավորները հիմա իրենք են ճնշման ազդեցության տակ։ Կոմպրոմատներ են բանացնում իրանց վրա, չգիտեմ, այդ ձեր ասած նյութական գործոններն են ազդում իրանց վրա, ֆիզիկական բռնության կարող է ենթարկվեն, չէ՞։ Կամ այլ իրավական համակարգով կարան ճնշեն։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Նույն WhatsApp հաղորդագրությունը նույն օրը ստացել էին ազգային ժողովի падգամավորներ Նարեկ Զեյնալյանը եւ Հովիկ Աղազարյանը, որ մանդատը դրեք եւ գնացեք։ Ինչի իրավունքը չունե, մեր սահմանադրությունը դա չի նախատեսում, որ գործադիր իշխանության ղեկավարը նման պահանջ ներկայացնի падգամավորի։ Մեր սահմանադրությամբ հակառակն է, падգամավորը կարա վարչապետին անվստահություն հայտնի։ Այն էլ հաղորդագրություն, իսկի չգիտես ինքնագրե թե կնիկը, որովհետև ոչ մեկ հետներ չի խոսե, չէ՞։ Հիմա դրանց տուններ տենում են խառը վիճակ, ասեն կարող է կնիկը խմցրած լինի քնի, հեռախոսը վերցնի, գրի ասի դիմդ կբերես։ Ոչ մեկ այդ Հովիկ Աղազարյան, այդ ինչ որ ասում եմ, լրիվ հավանական Հովիկ Աղազարյանն ասում է, նույնիսկ վիրավորված բանով ասում են, որ այսքան ժամանակ ես այդ կուսակցության հիմնադիր անդամներից եմ եղել, այս process-ին ամենասկզբից Տարիք Սարազմարթելը քայլելով ընկել եմ իրաց Չալոյի հետևից եկի հասել եմ ինչև հիմա բոլոր հիմարությունները դուսեր տվե, չէ՞։ Այդքան ասում է իր թիմակիցն եմ եղել իրան պաշտպանել, լավ մարդկայնորեն չէր կարելի կանչել, ասել, խոսել, բացատրել, չէ՞, ասեք դու ինձ գրում ես, ասում ես դիմդ գրի թող գնա։ Հիմա բայց մենք ինչ ունեցանք արդյունքում։ Նարեկ Զեյնալյանը ենթարկվեց այդ պահանջին, նշանակվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար, կարծեմ 5 միլիոն դրամ է ամսական աշխատավարձ, ավելի շատ քան падգամավորից։ Հովիկ Աղազարյանը հրաժարվեց, ոչխարները կապին գախին քրեական գործը հարուցին։ Հիմա Էմյուս ուզում եմ ասել ոչխարները, падգամավորները, որ տեսնում են այս երկու դեպքը, հասկանում են, չէ՞, եթե իրանք ընտրեն Հովիկ Աղազարյան ճանապարհը, իրանց սպառնում է քրեական գործ, եթե ընտրում են այս ճանապարհը, իրանց պահում են իրանց 1 միլիոն դրամ աշխատավարձ, արտոնությունները եւ այլն։ Այսինքն իրանք գտնվում են ճնշման ներքո։ Հիմա ժողովուրդը, որ դուրս գա փողոց, նրանց ոչ թե պետքա ճնշի, այլ ազատագրի այդ ճնշումներից։ Ասել մատեք եք փող ինքը ձեզ չի տալի։ Մենք էլ թույլ չենք տա, որ ինքը ձեր գործեր հարուցի, ձեր պարտականությունը նորմալ կատարեք։ Եթե դուք չեք ուզում անվստահություն հայտեք, եկեք այսպես նստեք մեր դիմաց, մի փախեք Էդգար Ղազանից, դուք փախնելու տեղ չէ, Էդգար Ղազանը չէր եկել ձեզ իր անձնականը։ Ես այսօր չէի գնացել Հերիկնաց Տիգրանյանին աշխատանքի եւ սոցիալական հարցեր, ասեմ գիտեք ինչ Տիգրանյան, երկար ժամանակ է ես չեմ աշխատում, մեր ընտանիքը ծանր սոցիալական, եթե հնարավոր է մի այդտեղ օգնություն բան, մի տեղ մի 50,000 դրամ գոնե բան։ Ես դες պահանջ չունեի Տիգրանյան, հա, ինչ էր դա, Հերիկնաց Տիգրանյան։ Հիմա ասեմ ես իր հետ ուրիշ հարցով եմ, չէ, գնացել եմ այս հարցը քննարկել։ Դու չես կարող խուսափես հանրության այդ օրինական պահանջի կատարումից։ Եթե դու դա անում ես, որովհետև ճնշման ներքո ես, մենք քեզ կօգնենք։ Հասարակությունով կհավաքվենք, ասենք մի 200,000, 300,000 մարդ, մի քանի միլիոն, կգանք ասենք դուք մեզ եք ծառայում, ոչ թե թշնամուն։ Չես ուզում մեզ ժողովրդին ծառայ, քո կամքն է, Ռադուտ Քաշի գնա, թուրքեր հետ ես ուզում, Ալես Սիմոնյան, ուզում ես թուրքեր հետ ապրես։ Ինչես 300,000 թուրք բերում կապում մեր գլխին։ Հենա դու գնա Բաքու, ընդ մի 9 միլիոն թուրք կա։ 300,000 չի, 9 միլիոն։ Գնա հետներն ապրի։ Հելենես Խայսաթունը, որ քո սրտով էլ է։ Տարբեր հարցերում էլ խաղալիք մաղալիք էլ քեզ կարող է պետք չգա։ Պարոն Ղազարյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հանձնարարեց պատիվ ունեմ խմբակցությանը սկսել իմպիչմենտը եւ որպես վարչապետի տեխնացու առաջարկեց մաս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը։ Ձեր գնահատական։ Ես կարծում եմ, ճիշտ ասած, ինձ համար անակնկալ է եղել այդ առաջադրումը, այն որ առաջադրումը գործընթացը անվստահություն հայտնելու տրամաբանական է, դա մենք տեսնում ենք, որ բխում է իրենց նախորդ հայտարարություններից դա էլ է համապատասխանում եւ որ կարող են իրենք դա անել, դա իրենց որոշումն է։ Հիմա падգամավորներն իրենք են որոշում, թե ում տեխնատությունն առաջադրեն, թե նախաձեռնություն են ստում։ Օրինակ, դրանից առաջ մի ուրիշ նախաձեռնություն եկա, չէ՞, սա արդեն երկրորդ նախաձեռնությունն ազգային ժողովում էլ ուզում եմ հիշեցնեմ անվաստ։ Սկզբից ասում են, սա անլուրջ չիրականացնող բան է, բայց պարզվեց ամենալուրջ հարցն է, առավոտ ցիրիկում բոլոր դրա մասին են խոսում։ Արդեն երկու նախաձեռնություն էլ փաստացի կա։ Եվ Էմյուս նախաձեռնության դեպքում որ ասում են, ինչի են առաջադրել Էդմոն Մարուկյանին, ասում եմ, բայց ով է որոշում առաջադրել։ Եթե իրանք են այդ падգամավորներն են նախաձեռնության հեղինակը, ում որ իրանք նպատակարար են գտնում, նրան էլ
առաջադրում են։ Հիմա նույն այս դեպքն է։ Այդ իրավունքը պատկանում է падգամավորներին, падգամավորները քննարկել են, իրանք այդ մարդուն են առ։ Հիմա եթե կա մեկը, որը կարծում է, որ կարելի է ավելի հարմար, ավելի պատրաստի գործի, ավելի, չգիտեմ, ավելի արդյունավետ տեխնացու առաջադրել, ազգային ժողովում հələ 99 падգամավոր կա, որ որևէ նախաձեռնություն ոչ նախաձեռնել է, ոչ էլ միացել է։ Իրանք էլ իրավունք, ամեն մի падգամավոր իրավունք ունի իր սեփական նախաձեռնությունով հանդիպ, ոնց որ երկուսը իրավունք ունի, ոնց որ 6 ունի, այնց էլ մի հատ ուրիշ 2 կամ մի հատ ուրիշ 1 կար այդ նախաձեռնությունը, ով ում է հարմար գտնում, դու առաջադրին, ի վերջո գան բոլոր հեղինակները հասկանան իրաց նախաձեռնությունը իրականություն դառնալու թե չի, հիմա ասենք թե Հովիկ Աղազարյանը, Հակոբ Աստայանը սկսել, իրավունք ունեն, սկսել են։ Հիմա նրանք պիտի տեսնեն, իրանց երկու հոգով այդ գործը գլուխ գալու է թե չէ։ Եթե չի գալու, իրանց նպատակն էլ ոչ թե Էդմոն Մարուքյանի մի օրով սիրուն հագցնել տանել լրագրողներ առաջ կանգնացնել, այլ իսկապես Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնել է, ուրեմն մյուս падգամավորները դա պիտի քննարկեն, չէ՞, կարան նաև հրաժարվեն իրենց տեխնացուից, կարան այլ տեխնացու առ, կարան ասեն, գիտես ինչ պատիվ ունեն, բեր դուք ձեր Դավիթ Համբարձումյանից հրաժարվենք իր համար, եթե խնդիրներ ունեն։ Մենք էլ Էդմոն Մարուքյանից ենք հրաժարվում, բերեք առաջադրենք մի հատ երրորդ տեխնացուի։ Իսկեն քննարկումներով իրանք պիտի համաձայնության գա, եթե իրանց բոլորի նպատակը ազնիվ է, ուզում են անվստահություն հայտնեն վարչապետին, այդ գործընթացի անվանումը է դա, անվստահություն վարչապետին, գլխավոր նպատակը է դա։ Հիմա պատիվ ունեմի գլխավոր նպատակը Դավիթ Համբարձումյանին վարչապետ կարգելը չի։ Գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը, բայց քանի որ սահմանադրության պահանջն է, որ պիտի վարչապետի տեխնացու, իրանք պիտի տեխնացու առաջադրեն։ Հիմա այդ առաջադրած տեխնացուն կարող առաջի տպավորությամբ շոկային է այն իմաստով, որ գործող падգամավոր չի, շատ ակտիվ քաղաքական գործունեության մեջ չկա, ամեն օր հարցազրույցների չի գնում, չի, բայց հետո որ նայում ես, այսպես մի րոպե, իսկ ինչի՞ չէ։ Ընտրված համայնքի ղեկավարը արդեն ընդ որում ընտրվել է 21 թվին նաև ընտրվել է ՔՊ-ի իշխանության օրոք, հաղթել է ՔՊ-ին, իր մրցակիցը Մասիս խոշորացված համայնքում եղել է քաղաքացիական պայմանագիր, մենք հիմա տեսեք ինչքան հասարակությունը Գյումրիում ընդդիմությունը, չէ, 4 քաղաքական ուժերով հազիվ զոռով վերեկներից մարդ են ուզում տանել մի օր առաջ զոռով Վարդան Ղուկասյանն ընտրին քաղաքապետ։ Դավիթ Համբարձումյան խոտես չի ընտրվել։ Մենակով դրա առաջ փուլով ընտրվել։ Իսկ ինքը այդ հաջողությունը շատ շուտ արձանագրել է, մենակով ընտրվել է, սկզբունքային գործիչը քաղաքական է պաշտոնած, իսկ ով ասում չէ։ Ասում են բանը, այսինչ իր աները այսինչն է, բան ասենք հիմա եթե լավագույն աներ ունեցող մարդուն պիտի մենք ընտրենք, ինչ պիտի առաջադրեին։ Իմ աները շատ լավ մարդ է։ Ես իրան անկեղծորեն շատ սիրում հարգում եմ, բայց հիմա մենք աներներին չենք ընտրում։ Ընտրում ենք գործիչների, որոնք կարող են այս պահին օգնել, որպեսզի մենք Նիկոլ Փաշինյանից ազատվենք։ Ես անկեղծ ասած ողջունում եմ եւ հույս ունեմ, որ մյուս падգամավորները ժամանակի ընթացքում կմիանան այդ նախաձեռնությանը եւ դրանով մենք կմոտենանք վերջնական հաջողության։ Տեսեք, լուրջ իմպիչմենտի գործընթաց է գնում, ընդ որում 2 ճակատով։ Եվ Նիկոլ Փաշինյանը անտեսում է այդ ամենը ու սկսել է Հայոց կաթողիկոսին հեռացնելու գործընթացը։ Այն դեպքում, երբ Հայաստանի առաջ լուրջ մարտահրավերներ են ծառացած, Ամերիկայի պետդեպն է հայտարարում, որ պատերազմի վտանգ կա, Ռուսաստանի պաշտպանության նախարարն է հայտարարում, որ պատերազմի վտանգ կա, փոխանակ բանակը ուժեղացնի, սահմանները ամրացնի, տնտեսությունը զարգացնի, այս գործընթացն է սկսել ու ըստ վերլուծաբանների ուղղակի արձագանքել է Փաշազադեի Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խոսքերին, ձեր գնահատականը։ Որի հետ իրակի կենսաբանական կապը դեռ ոչ մեկ չի հերքել։ Ազգանունների ընդհանրությունը, որովհետև Փաշինյան ու Փաշազադե այդ ընդհանրությունը դա ոնց որ թե շատ նման է իրար։ Արտաքին տեսքի նմանությունը շփոթեցնում է, հատկապես իր հորից եղած տարբերությունների, աղբերներն են նման չի թե նկատել եք ինքը։ Ու ոչ հերքելը, ոչ հաստատելը, ոչ ասենք որդիական զգացողությամբ ասում է, այո, հերը սա շատ էլ հպարտ եմ, այտենց մարդ է իմ հերը։ Ոչ էդ է հաստատը, ոչ էլ ասում է չէ, ինքը չի։
Բայց ժամանակագրությամբ լրիվ համընկնում է Փաշազադեի հայտարարությունը մեր մայրաթորի արձագանքը այդ հայտարարությանը, դրանից հետո վեհապար հայրապետի մայիսի 28-ի ելույթը Շվեյցարիայում, մայիսի 29-ի կառավարության նիստի արդեն իր հայտարարությունները եկեղեցու դեմ ու ամսի 30-ից իր ու իր այդ զուգընկերուհու գրառումները, հարձակումները պարբերական եկեղեցուրա ու արդեն ՔՊ-ական կազմակերպ ակնհայտ է, որ սա ադրբեջանական ցուցում է, ադրբեջանական հանձնարարություն է, դե մենակ Փաշազադեն չի, եթե հիշում եք, վեհապարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը ցեղասպանություն եւ բռնի տեղահանություն է իրականացրել, հիմա էլ ոչնչացնում է հայկական քրիստոնեական մշակութային ժառանգությունը, որը հայտնվել է իր օկուպացիայի ներքո։ Դրանից հետո է սկսել, այսինքն վեհապարի եկեղեցու թիրախավորումը սրանք ժամանակի ընթացքում շատ են ունեցել։ Նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժում իր վարչապետ ընտրվելու 25-րդ օրն է սկսել։ Այսինքն 2019 թվականին վեհապարի դեմ արշավը, ես հիշում եմ այն պահից, երբ որ վեհապարը Ռոբերտ Քոչյանի խափամամիջոցի վերաբերյալ հայտարարություն արած։ 21 թվի պայքարն էլ եմ հիշում, երբ որ մայրաթորը բոլոր ինստիտուտների ամբողջ ժողովրդի հետ միասին ասում էր, որ դու չես կարող ես վարչապետ, դու մեզ կործանել ես, մեր երկիրը տարել ես պարտության։ 23 թվի արշավն էլ եմ հիշում եկեղեցու դեմ, երբ որ մայրաթորը որոշում կայացրեց Արցախի թեմը պահպանելու վերաբերյալ։ 24 թվի արշավն էլ եմ հիշում եկեղեցու դեմ, երբ որ Բագրատ Սրբազանները առաջնորդում սրբազան պայքարը։ Իսկն դա միշտ է եղել։ Բայց հիմա հետևողական է, որովհետև ուրիշ բանա իրան քննադատեց, ուրիշ բանա Ալիևին, ասենք վեհապարը արդեն հասել է այն աստիճան, որ Ալիևին է քննադատում։ Ոնց կարա ինքը ների դա այդպես բան։ Ու հիմա ես իմ ջոկատները հավաքում, ես իմ թուրքի շուն Gmail.com, թե ինչպես մի հատ email-ի հասցեա հրապարակի, ասում դրա վրա ձեր տվյալները թուրքի շուն շենիկ Gmail.com։ Հա, ես տենց եմ հիշում, չգիտեմ, կարող է սխալ եմ հիշում։ Հա, չէ, ոնց որ բան, Նիկոլ Փաշինյան շենիկ Gmail.com, հա, հիշեցի, հա։ Ես չգիտեմ ինչի սխալ է հիշում, բայց շենիկը ճիշտ եմ հիշում։ Հա, բանը տվյալներ ուղարկեք, ես իմ խմբեր ստեղծում, թե փորձաքննությունը ոնց պիտի են, ասում է դրա մեջ եթե լինեն հոգեորականներ, ովքեր կուսակրոն են, բան, ասի դու ոնց ես ստուգելու կամ ձեր տնից ով է ստուգելու, ինքը ասենք թե հոգեորականա թե չէ, կուսակրոնա թե չէ, որ մեթոդով է ստուգվելու, այդ բաները չի ասում, կամ ասում է պիտի վերջին պահի ժամանակ պահած լինեն, ոնց է ստուգելու, անալիզը ով է հանձնելու, մեթոդը որն է, ասենք թե ենթադրենք վրետ ինչ-որ բան արեց, հետո հոտոտելու ես տենաս ձվի մոլեկուլներ կա դրա մեջ, կամ կաթի, հա, այդ մեթոդը որն է իր այդ ընտրության, ակնհայտ պրովոկացիայի գնում են ապուրինի, քու ինչ գործն է եկեղեցին, ոնց է ընտրվում, ոնց է կազմավորվում, ոնց է գործում, ինչ կապ ունես դու այդ եկեղեցու հետ, Հայաստանյաց առաքելական եկեղեցին ամբողջ աշխարհում գործող կազմակերպություն է, հիմա ինչ ասենք Ֆրանսիայի նախագահին էլ պիտի հետաքրքրի, ասենք Հայաստանյաց առաքելական եկեղեցին ինչ կառուցվածք ունի, ոնց աղեկը, չէ՞ որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին թեմ ունի նաև Ֆրանսիայում, Միացյալ Նահանգների նախագահն է պիտի դրանով զբաղվի, ինչ կապ ունես դու դրա հետ, թե հայերի դավանած հայերը այնքան հայկա կաթոլիկա, հազարավոր հայեր կան, դավանում են հռոմեա կաթոլիկ եկեղեցուն եւ իրանց հոգեոր առաջնորդը ոչ թե Գարեգին II վեհապար հայրապետն է, այլ Լևոն 14-րդ Հռոմի պապը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պիտի խմբեր ձևավորի, անալիզներ ընդունի եւ կուսություն ստուգի, որ այդքան տենան, թե դա սև ծուղ, սպիտակ ծուղ, այդ ինչ պատմություններ է, ասենք, մի հատ ասենք հայտարարությամբ հանդես գաս, ես կասկածի տակ եմ դնում Հռոմի պապի ընտրության օրինակությունը, ժամանակակից պայմաններում այդ ընտրական ինչ մեխանիզմով ես վստահություն չունեմ, որ Լևոն 14-րդն է ընտրվել, մենք որպես եկեղեցու կաթոլիկ եկեղեցու զավակներ իրավունք ունենք պարզելու, թե Լևոն 14-րդը իրավունք ուներ արդյոք դառնալ Հռոմի պապ, թե չէ,
Այն ժամանակ, երբ որ դրանից մի շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը հրապարակեց իր լուսանկարը Հռոմի Պապի շորերով եւ ամերիկյան կարդինալը չի պետք է դրանից հետո դառնալ, մենք բան ենք տեսնում դրա մեջ։ Հետո պետք է Կանի չկասկածենք, կանի։ Բա ի՞նչ տարբերություն։ Ասենք մենք օրենք ունենք։ Օրենքը կոչվում է խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենք, ասում է, որ ամեն մի կրոնական կազմակերպություն դա իրավաբանական անձ է, քաղաքացիական օրենսգիրքն ասում է իրավաբանական անձը դա հիմնադիրներից առանձնացված գույքով ինքնուրույն գործող միավոր է, որին ոչ մեկ իրավունք չունի, առանձին սուբյեկտ է հանդիսանում։ Եթե նույն նշանակում, եթե դու կարաս առանձին իրավաբանական անձի վրա գրոհես ոնց է, նույն ձևի կարաս մի րոպե, այդ գրան քենջին այդ ոնց է ղեկավարվում։ Հետ ինչ հորից անցավ տղերքին, տղերքը ղեկա։ Հələ մի հատ բերեք խմբեր ստեղծեք, այդանք այդ գործարանը շրջափակենք, մասնավոր քույժ գործն է։ Իրանց սեփականությունն է, իրանց բիզնեսն է, այնել իրանց եկեղեցի, ասես, բայց մենք ձեր հաճախորդն ենք։ Բա մենք ձեր ապրանքը բա մենք չիմանանք ոնց է ղեկավարվում այդ իրավունք ուներ արդյոք Միքայել Վարդանյանը դառնար ընկերության ղեկավար հորմայից հետո։ Որ դու իրավունք ունես, իհարկե չունես։ Այսինքն դու սաղից տուն, բիզնես, եկեղեցի, համայն կարած մտնես, իհարկե չես կարող։ Որպես հանրային ծառայող պաշտոնյա քո լիազորությունը սահմանված է Սահմանադրության օրենքով։ Սահմանադրության 6-րդ հոդվածն ասում է յուրաքանչյուր պաշտոնյա իրավունք ունի կատարի այն, ինչի համար լիազորված։ Մատել է բացի տենանք այդ որտեղ է գրած, որ դու տենց իրավունք ունես, տես բան ունես, արտոնություններ ես քեզ տվել, քո ինչ գործ առավել եւս դու այդ եկեղեցու հետ ինչ կապ ունես։ Հայրապետական պատարակներ այլում չես մասնակցում, խոնարհված եկեղեցիներ ես այցելում։ Քեզ մի անգամ ինձ հետաքրքիր ասեք, մի կիրակի օր Նիկոլ Փաշինյանը եղել է, որ ասենք թե մինչև իր վարչապետ ընտրվելն է, չէ՞, որ ասենք կիրակի օրը ծոմպայի առավոտը արտանա, եթե եկեղեցի մասնակցի պատարակի հաղորդություն ստանա։ Ես համարյա ամեն կիրակի հետո իրեն ոչ մի անգամ չեմ տեսել։ Ու ոչ մի քպեականի չեմ տեսել։ Բայց քեզ ով է իրավունք տվել, ասենք մեր եկեղեցին քեզ ով է իրավունք տվել անարգես։ Այնել ընդհանուր չուլան է սարքե։ Հա ասողն էլ մի ասենք իրանց տան նկարները որ նայում ես են երրորդ մասի տունը մինչև վարչապետը լել է։ Խոզան այս չնայած խոզը ինֆեկցիայի նկատմամբ ամենազգայուն կենդանին, ընդ խոզը գցես 20 հատկի։ Ընդ ապրելն է։ Հիմա եկել է ապարանքներում միլիոնների մեջ ապրում է, մեր եկեղեցիները անարգում է։ Եկեղեցիները ասում են մեկտեղ կռավատ հələ մի հատ ասել է, չէ՞։ Դու մտել ինձ ասի, մեր հասարակությանը ասի, թե ինքը կռավատ որ եկեղեցում է տեսե։ Եթե տեսել է նշանակում է դա եղել է ենթադրենք Արարատի մարզի էսի ինչ գյուղի Սուրբ Ստեփան, չգիտեմ, չէ՞, եկեղեցում։ Պայմանական եմ էլ ասում ողական։ Միտեղ դու տեսածալ ես, չէ՞ որ ասես ընդ եղել է կռավատ։ Եթե չես տեսե, ո՞նց ես ասում։ Ո՞նց է բերանը բացվում։ Սրբավայրի նկատմամբ, այդպես բան ասես։ Երբ որ մենք ամենտեղ եթում ենք, տենում ենք մեր եկեղեցիները հոգացության ներքո եւ քահանաների եւ հոգեոր դասի եւ սպասավորների եւ ժողովրդի հավատացյալների, եթե նույնիսկ ասենք մի եկեղեցում էլ, օրինակ, ես տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենն եմ, մի օր հավաքվել ենք մեր մասնաճյուղի դասախոսներով, աշխատակիցներով, ուսանողներով, ավտոբուս ենք վերցրել, գնացել ենք Գնդեվանքի տարածքը, մաքրել ենք մի քանի մեշոկ հավաքել ենք, ընդ շշի մնացորդները այլ է բաժակներ, աղբիկ տարբեր մեր ձեռով այս սիրուն հավաքել ենք եւ ընդ Գնդեվանքի մասին պատմություն ենք, չգործող եկեղեցի է։ Բայց եթե հավատացյալ ես, հոգացություն ունես, սեր ունես քո եկեղեցու նկատմամբ, եթե ինչ-որ բան տենում ես, հոգացություն է, չէ՞, մեր եկեղեցուն ում հաշվին է գործում։ Իր հավատավոր զավակների իր մեկենասների, իր նվիրատուների, այսքան եկեղեցիներ որ կառուցում է, ո՞նց է կառուցվում։ Հավատավոր ժողովուրդը, բարերարները, չէ, իրանց կյանքում հաջողության հասած մարդիկ նվիրատություն են անում եկեղեցու։ Վայքի սուրբ տրտած եկեղեցին կառուցվել է կանադահայ մեր հայրենակիցներ ոչ վայքեցի են, ոչ վայքի հետ կապ ունեն, ոչ վայք եկել են, ոչ սիրել են վայքը։ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակից առաջ վեհապարեն ասել են, որ մենք ուզում ենք մի եկեղեցու բարերարել ենք, որտեղ դրա կարիքը կա, այնտեղ դուք որոշեք, վայքում էլ եկեղեցի չի եղել, Գարեգին երկրորդ վեհապար հայրապետը որոշել է, որ դա պիտի լինի վայքում։ Այս մարդու հիմա ասենք թե փառք ու պատիվ ենք տալի, չէ՞, մենք ամեն անգամ այդ եկեղեցու մտնելուց աղոթք ասելուց, դա մեր աղոթքներում իրան ենք հիշում, որ իր շնորհիվ
Ես իմ ծննդավայրում, իմ սիրելի քաղաքում ունեմ աղոթքի տեղ, ունեմ պատարագի մասնակցության տեղ, հիմա դու իմ սրբավայրը, ես մարդու զողողությունը, մեր բոլորի հոգատությամբ, վայքեցի բարերարներ կան, բերել են սիրուն տարածքը, բարեկարգ է, մեկը խաչքարա դրե, մեկը մի ուրիշ խաչքարա դրե, մեկը ջուրնա քաշե, մեկը լուսավոր, ամեն մարդ մի ձևով մեր եկեղեցին պահում ենք, չէ՞։ Քեզ ով է իրավունք տվել անարգես մեր սրբավայրը, մեր եկեղեցին, որտեղ մեր զավակների մկրտության վայրն է, մեր փսակադրության վայրն է, մեր հարազատների հոգի հանգստի վայրն է։ Քեզ ով է իրավունք տվել դա անարգելու։ Սա աններելի բան է։ Ու սա ոչ մի հələ մեկ պատկերացրեք, այս ինչ բանը Վրաստանում անեն։ Այդ հայտարարությունը անող Վրաստանի ոչ մի պաշտոնյա չի իմանա լույսը ոնց է բացվում։ Բայց սա մենք ոնց ենք հանդուրժում։ Ոչ էլ հանդուրժում ենք, ասեմ մացեք։ Պարոն Ղազարյան, միանշանակ է, որ երկիրը կործանումից հետ պահելու համար պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ինչու impeachment-ով, ինչու չսպասել 26 թվականի ընտրությունները կամ մեր հասարակությանը, ունկնդիրներին ավելի հասկանալի դառնալու համար ինչ տարբերություն impeachment-ի գործընթացի եւ 26 թվականի ընտրությունի։ Նախ առաջին impeachment-ը պետք է անել հիմա, 26 թվականի ընտրությունը լինելու է 26 թվականին։ Հավանականությունը որ դեպքում է բարձրավել։ Չէ, այն 26 թիվը լինելու է օբյեկտիվորեն, բայց հիմա 26 թիվը չի։ Հիմա իրան հեռացնելու հնարավորությունը միայն impeachment, այլ ձև ուղղակի ոչ տեսականորեն այլևս, ոչ գործնականում առավել եւս գոյություն չունի։ Հետևաբար հիմա պետքա ջանքերը գործադրել impeachment-ի եղանակով սրան վռնդելու հեռացնելու համար։ Եթե Աստված չանի չստա, եթե ստացվեց, մենք ունենում ենք նոր կառավարություն եւ ասես թե նենց ընտրությունը լինելու է ուղղակի մի տարբերությամբ։ Վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի լինում։ Եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի լինում, սա հույս է ներշնչում մնացած քաղաքական ուժերին, որ իրանք 26 թվականին կարան նորմալ ընտրություններով մասնակցեն եւ իշխանության գալու հավակնություն ունենան։ Եթե վարչապետը մնում է Նիկոլ Փաշինյանը, ուրեմն բոլոր այս պրագմատիկ, ռեալպոլիտիկ, բայց իրականում երևակայական մարդկանց ես կարող եմ մի քանի փաստեր ասել, որ իրանք հույս չունենան, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ կարա ընտրություն կազմակերպի, որով իշխանություն փոխվի։ Ամեն ընտրություն Նիկոլ Փաշինյանի համար առիթ է իշխանությունը ամրապնդելու համար։ Նախ ասեմ, որ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել դեպք, երբ իշխանության ղեկին գտնվող մարդը ընտրություններում պարտվի։ Դες բանը չի ելել։ Խոսքը համապետական ընտրությունների մասին է։ Ոչ մի ընդդիմադիր գործիչ հանրապետության նախագահ չի ընտրվել։ Ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ պարլամենտում մեծամասնություն չի կազմել, մինչև հիմա։ Առավել եւս 18 թվից հետո, 18 թվից հետո вообще 2/3 է։ 18 թվից հետո Հայաստանի պարլամենտ անցել են նվազագույն թվով քաղաքական ուժեր, ելել իրավունքի ուժով։ 21 թվին քանի ու 25 կուսակցություն եւ դաշինքա մասնակցել ընտրություններին։ Քանիստ են անցել պարլամենտ քվեներով։ 2-ը, որոնցից մեկը իշխանությունը, մեկը ընդդիմություն։ Պատիվ ունեմ իրավունքի ուժով անցել։ Բայց մյուսներն ինչ են եղել։ Ընտրվել է։ Ինչի չեն ընտրվել։ Որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որտեղ ինքն է որոշում ընտրությունը լինի թե չէ։ Երբ լինի, ով մասնակցի, ում բռնել տա։ Այս թվում է թե 26 թվականի ընտրությունների գնացողը Նիկոլը թողնելու է, իրան գնան նախընտրական քարոզարշավի։ Բա ո՞ւմ է բռնելու։ Ո՞վ է հայտնվելու բանտերում, ո՞ւմ է հանձնելու Ալիևին ընտրություններից առաջ։ Ալիևի դատախազը հիմա որ ասում է այն գործով, որ հիմա դատավարություն ընթանում կա առանձնացված մաս, որով վարույթը շարունակվում է, այդ վարույթում մեղադրյալի կարգավիճակ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարարները, ՊԲ հրամանատարները, ազատամարտի ջոկատների հրամանատարները, դրանք ես եմ։ Ուսուցի իրանք են, չէ՞։ Կարողա չհանձնի հանկարծ Ալիևին, ընել ընտրություններից առաջ։ Պրագմատիկներին։ Անենց հանձնի։ Հիմա փաստեր։ Ինչա արե արդեն 26-ին նախապատրաստվելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իմ օգնականը չի։ Նիկոլ Փաշինյանի օգնականն է Վահագ Հովակիմյան, որը որ ընտրվել է իրանց կողմից ԿՀ-ի մնացած բոլոր անդամներին առաջադրել եւ ընտրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություն կազմակերպողն է։ ԿՀ-ի որոշումները մենակ կարած բողոքարկես ընտրությունների արդյունքների վերաբերյալ սահմանադրական դատարանում։ Քանի որ ես դատարանի որոշում ունեմ, որ սահմանադրական դատարանի դատավորների հատկապես հասցեին ոչ մի բան չեմ կարող ասեմ, լավից բացի ես իրանց ցավը տանեմ։
Բայց ժողովուրդը կարա բդի համանդրական դատանի կայք իմանա թե ովքեր են դատավորները եւ երբ են ընտրվել։ Ովքեր են իրանց ընտրել։ Կարան նայեն, դա բանը, տեղեկություն չի իրանց մասին։ Ընտրական օրենսգիրք Առաջին ընթերցումը արդեն ընդունվել է փոփոխություն ընտրական օրենսգրքում, որ եթե ընտրությունները ավարտվում են, ընտրությունների արդյունքները հայտնի են, բայց ԿՀՆ-ը չի հրապարակի, ԿՀՆ-ը հրապարակում է 7 օր հետո։ Կառավարությունը եթե հայտարարում արտակարգ դրություն, ընտրությունները չեղարկվում են։ Այսինքն եթե նույնիսկ ժողովուրդը գնա Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկի, մի հատ, չգիտեմ, ինչ բռնող ասեմ, որ շիշ բռնող չասեմ, բաժակ բռնող։ Մի հատ բաժակ բռնողի ասում են, այդ մի հատ կոնֆլիկտ արարում, երկու հատ օդ են կրակում, ասում են երկրում հայտարարվում է արտակարգ դրություն։ Ու ընտրությունները չեղարկվում է, ոչ թե արդյունքները մի շաբաթ հետո են հրապարակում։ Այլ ընտրությունները դառնում է 0։ Հաջորդ ընտրությունը գիտեք երբ է կազմակերպվում։ Արտակարգ դրությունը վերացնելուց 40 օր հետո արտակարգ դրության վերացնելու որոշում է կայացնում կառավարությունը։ Հիմա մարդիկ գիտեն այդ մասին, որ եթում են իր հետ ընտրության։ Էլ չեմ ասում հանրային հեռուստաընկերություն, որը գտնվում է տոտալ վերահսկողության տակ, հիմնական քարոզչության միջոցն է հանդիսանում։ Էլ չեմ ասում ֆինանսական համակարգ, որը բացարձակապես չի վերահսկվում, Transparency International-ն ասում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆինանսները չի վերահսկվում։ Հատկապես ընտրական շրջանում Երևանի ընտրություններն էին այդ, ով է իրանց փող տվել, փողը իրանք ինչի վրա են ծախսում, ում են տալ ինչ։ Էլ չեմ ասում պետական միջոցներ։ Կառավարությունը արդեն որոշում է կայացրել ուշադրություն 280,000 մարդու մինչև 1 միլիոն դրամ ժամկետանց վարկերը ներելու վերաբերյալ 280,000 մարդու փողը պետությունը տվել է բանկերին, որ բանկերը չսննկանան։ Հետո բանկերին կարա ասի։ Իսկ թվում է, քանի որ ֆինանսական համակարգը չի վերահսկվում, կարող է։ Որովհետև կենտրոնական բանկի նախկին նախագահը հիմա կոչվում է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Կարակ ասեք ինքը մամուլից դուք որպես լրագրող դաշտ հետևելով, մինչև հիմա ըստ մամուլի հրապարակումների ինչ հատուկ հանձնարարություններ արել։ 0 հրապարակում իր գործունեության մասին։ Ֆինանսական հոսքերն ա։ Նախկին նախագահն է կենտրոնական բանկի, հիմա միակ հատուկ հանձնարարումը, պարզ է, չէ՞ որ ինքը հատուկ հանձնարարություններ ունի, հակառակ դեպքում ինքը չի պիտի մենա որպես հատուկ հանձնարարություններով դեսպան։ Պետք էլ կա, չէ՞։ Բայց չեմ ասում վարչական ռեսուրս, իրավապահ համակարգ, այսքան ձերբակալություններ, այսքան ամեն ինչը, պետական աշխատողներ, աղանդավորներ, որոնք հիմա իրանց տարերքի մեջ են եկեղեցու դեմ էս արշավներից։ Թվեր կա, չէ՞, ասենք 70,000 աղանդավորին գումարում ես 280,000 մինչև 1 միլիոն դրամ վարկ ունեցած, դրանք գումարում ես այսքան հազար բանակ, այդքան գումարում ես պետական ապարատ, ասենք մի 3,000 հոգի էլ զոմբի։ Եկավ իր թիվը ստացավ էլի։ Դե գնացեք ընտրության։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, հետաքրքիր զրույցի համար։ Պանորամայի մի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր հասարակական քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Շնորհակալություն մեզ ում կնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։